Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս գիտենք, որ մեր սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոչ թե բյուրոկրատներին, դատավորներին, դատախազներին, քննիչներին եւ փոքր, մանր, միջին եւ մեծ չինովնիկներին, այլ կոնկրետ եւ ուղիղ ժողովրդին։ Եվ ուզում եմ այս տեսանյութով մենք անդրադարձ կատարենք մոլդովական ընտրություններին եւ Նիկոլ Փաշինյանի դասերը մոլդովական ընտրություններից եւ հասկանանք թե որն է մեր ընդդիմության դասը էլի մոլդովական ընտրություններից։ Ժամանակին ունեցել եմ հնարավորություն խոսելու վրացական ընտրությունների դասերի մասին, երբ ընդդիմադիր ուժերը 4 բլոկով մասնակցեցին եւ ջախջախիչ պարտություն կրեցին ընտրություններում եւ Իվանիշվիլի առաջնորդած գուսակցությունը ձևավորեց մեծամասնություն պարլամենտում եւ ամեն ինչ այդպես ավարտվեց։ Ընդդիմադիրները չեն ճանաչում ընտրությունները, բայց ավարտվեց ամեն ինչ այդ մասով, իշխանությունը ձևավորվեց։ Հիմա գանք Մոլդովա։ Ես ամեն ինչ կանեմ, որ նաեւ դուք սայից հետո լինքը հղումը կլինի, որ Վրաստանի օրինակը դուք դիտեք։ Հիմա գանք Մոլդովա, ինչ է կատարվում Մոլդովայում։ Մոլդովայում հաղթանակը տոնել է վարչապետ Մայա Սանդուն, կներեք ասում եմ վարչապետ։ Մայա Սանդուի կուսակցությունը այնտեղ համակարգ է մի քիչ այլ էր։ Մայա Սանդուի կուսակցությունը հաղթել է ընտրությունները, ճիշտ է, այս ձևով է ձևակերպել։ Եվ ինչպես է հաղթել ընտրությունները, պատկերացնում եք ընտրություններին օրեր չմնացած ընտրական մրցավազքից բյուրոկրատական, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչ որ դատախազների, ինչ որ քննիչների որոշումներով կուսակցություններ են արգելվել, որպեսզի մասնակցեն։ Բայց ոչ միայն արգելվել են, այս կուսակցությունները մնացել են քվյաթերթիկի վրա եւ հազարավոր մարդիկ իրաց ձայնը տվել են, որտեղ միանգամից չեն իմանում մարդիկ, որ այդ կուսակցությունը էլ չի մասնակցում։ Վերջի պահին է դա տեղի ունենում։ Հազարավոր մարդիկ իրենց ձայնը տալիս են մի ուժի, որը չկա, չի լինելու, այդ ուժը այդ ձայնը համարվում է բան, անվավեր ձայն, անվավեր քվե։ Բայց գնանք աշխարհի տարբեր օրինակներ նայենք։ Այս դեպքերը էլ որտեղ են եղել, որ ընդդիմադիր ուժերին վերագրվում է ինչ-որ բաներ, օրինակ Ռումինիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ է եւ ԵՄԱ անդամ է, նախագահի ֆավորիտ տեխնացուն հանվեց մրցապայքարից, որովհետեւ կասկածներ կային, որ նա ունի օտար ֆինանսավորում։ Եվ մրցապայքարից հանվեց, բայց այդ կասկածները ապացուցվել են, չեն ապացուցվել, ինչ ա եղել, սա էր։ Մայա Սանդուն ընտրությունները դեռ չավարտված հայտարարել էր, որ հնարավոր է, որ ընտրությունների արդյունքները համարվեն անվավեր։ Այսինքն դեռ չգիտին իրանք հաղթել են թե չէ, ասում են կարող է անվավեր հայտարարել։ Այսինքն եթե հանկարծ ընդդիմությունը հաղթեր, իրանք անվավեր էին հայտարարելու եւ նորից էին ընտրություններ անելու։ Գանք Միացյալ Նահանգներ։ Նախագահի տեխնացու Թրամփին չէին ուզում գրանցել, բազմաթիվ քրեական գործեր կային նրա դեմ հարուցված եւ ամեն ինչ անում էին, որ նա չհասնի ընտրական process-ին։ Եվ երբ որ հասավ ընտրական process-ին, չկարողացան չգրանցել, նաեւ մահափորձ եղավ նրա դեմ եւ նրա կյանքը մի կերպ փրկեցին։ Նա բախտը բերեց կարելի ասել։ Բայց նա ընտրվեց, հիմա նույն բանի հակառակը կարող է տեղ ունենալ դեմոկրատների նկատմամբ։ Գանք Ֆրանսիա։ Ֆրանսիայի, ասում են, ծայրահեղական ուժեր, բան ազգայնականներ, հա, Լեպենի կուսակցությունը։ Լեպենը նախագահի տեխնացու է։ Դատարանը որոշել է, որ Լեպենը չի կարող մասնակցել ապագա նախագահի ընտրություններում։ Արգելված է նրա մասնակցությունը։ Ֆրանսիական դատարանը Ֆրանսիայում ժողովրդավարական երկրում կա նման որոշում։ Էլ ինչ օրինակներ մենք ունենք սիրելի հայրենակիցներ։ Ռումինիան ասեցինք, Միացյալ Նահանգները ասեցինք, որ ինչ էր կատարվում Թրամփի կառավարության ժամանակ, եւ գալիս ենք Մոլդովա, որը ՆԱՏՕ-ի անդամ չի, Եվրոպական միության անդամ չի, եւ Մոլդովայում ասում են այս ուժերը պրոռուսական են, օրինակ, ռուսական են, պրոռուսական ֆինանսավորում ունեն, եսին ինչ ունեն, բան, եւ այդ ուժերին չեն գրանցում։ Հիմա գալիս ենք Հայաստան, ինչա կատարում Հայաստանում։ Սիրիկեում երեք տեղ ունեցել այս հարցազրույցը, անծանոթ մի մարդ չգիտեմ ով է անգամ, ինչ է ասում է Մոլդովայի օրինակով Հայաստանում էլ պետք է արգելել այդ ուժերի ընտրությունների մասնակցությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հիմա մոլդովական փորձն է ուսումնասիրում, ոնց դաշտը այնպես դասավորի, որ ինքը վերընտրվի։ Ընդդիմադիր ուժերը մնացել են Գյումրի ընտրությունների տակ։ Որն է Գյումրի ընտրությունների տակ մնալը։ Ընդդիմադիր ուժերը մտածում են, որ տենց բազմաթիվ ուժերով, բազմաթիվ անցած ընտրություններին 25-21 թվականի 25 ուժ է մասնակցել։ 25-ից 2 ուժ է բարիերը հաղթարել։ Երրորդ ուժը բարիերի տակ է մնացել։ Եվ լավ, հաշվում ենք, որ 3 անցել են, հա, 22 ուժի ձայները փոշիացվել են, մեր բոլորի ձայները փոշիացվել են եւ գումարվել ամենաշատ ձայն տարած ուժերին,
ուժին սկզբից, այսինքն իշխանությանը, եւ իշխանությունը ձևավորել է սահմանադրական մեծամասնություն, մեր սահմանադրությամբ կայուն մեծամասնություն։ Եվ այսօր ունենք այս խայտարակ պարլամենտը։ Հիմա որպեսզի 21 թվականի օրինակը չկրկնվի, ես երբ որ Վրաստանի օրինակը ներկայացնում եմ, ասում եմ դիմադիրներ ջան, հարգարժան գործընկերներ, քիչ իրար եկեք, կերեք կամ իրար եկեք ուտենք քիչ։ Պետք է մեծ բլոկ, մեծ դաշինք, որպեսզի կարողանանք հաղթել։ Այնպես ինչպես տեղի ունեցել Վրաստանում ժամանակին Իվանիշվիլին այդ ձևով հաղթել։ Բայց դրանից հետո տեղի ունեցավ Գյումրի ընտրությունները, եւ բոլորը մնացել են Գյումրի ընտրությունների տակ։ Ինչ որ մարդիկ կարծում են, որ իրանք հանգիստ կսպասեն, կգա ընտրությունները, դե մի 5-6 ուժ կանցնի, եւ դե առաջի տեղում լավ ասենք թե առաջի տեղում իշխանությունն է, բայց դե երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ տեղերի ուժերը կմիավորվեն եւ կձևավորեն իշխանություն այնպես ինչպես Գյումրիում ա եղել։ Նախ այդ մարդիկ չեն հասկանում, որ Գյումրիում չի եղել նմանատիպ ընտրություններ, որովհետեւ այնտեղ երկու մեծ թիմերի պայքար ա գնացել, այդ երկու մեծ թիմերը տարել են համապատասխան ձայներ, որոնք տեղական իրողություններ են, այդ երկու մեծ թիմերի ձայները համապետական ընտրություններին կարող են նաև իշխանությունը տանել, այնպես որ ամբողջական նրանք տոտալ համապետական մակարդակում հակաիշխանական են, լոկալ մակարդակում ա դա եղել, բայց այդքանը անալիզ չանելով բազմաթիվ ընդդիմադիրներ մնացել են Գյումրիի օրինակի տակ, որ հատ այտենց բան կանենք, sense բազմաթիվ ուժերով, sense էշելոնավորված, sense բազմաթիվ, sense շարքերով կմասնակցեն ընտրություններին եւ հետո կմիավորվեն ներսում։ Ոչ սիրելի հայրենակիցներ։ Դուք ոչ միտեղ չեք կարող միավորվել։ Ինչու՞։ Որովհետեւ սկզբից իշխանությունը, այնտեղ ասենք կենտրոնական ընտրական հանձնաժողով կա, դատարաններ կան, արտադրության նախարարություն կա, դատախազություն կա, քննչական մարմին կա, այսինքն բյուրոկրատիան, ոչ թե ժողովուրդը, այլ բյուրոկրատիան։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով չի գրանցի այն ուժերին, որոնք կպիտակավորվեն, օրինակ պրոռուսական եք, դուք եսի ինչ ուզում եք միութենական երկիր տանեք, ցանկացածին կարող են նման պիտակ կպցնել, բայց այդ պիտակ ամենաառաջին կարելի է իրանց կպցնել հենց, եւ ասել, որ քանի որ այսպես է, մենք չենք գրանցում։ Եվ Եվրոմիություն բան ձայն չեն հանի, որովհետեւ իրենք արդեն ձայն չեն հանի Մոլդովայի օրինակով։ Իրենք արդեն դրա հետ օքեյ են եղել Ռումինիայի օրինակով։ Ձայն չեն հանելու, ոչ մի բան չի լինելու։ Եվ այդ ուժերը չեն գրանցվի։ Այն մնացած ուժերներ ովքեր կմասնակցեն կմնան բարիերի տակ, խորհրդանում կունենան պլյուս մինուս այս խորհրդանի հիմա խորհրդարան։ Մի խայտարակություն կունենանք։ Եվ կլինի 26 թվականից պլյուս 5 տարի ժամկետով վերընտրվելու շանսով Նիկոլ Փաշինյանը, այսինքն մինչև 31 թիվը 2000, մինչև 2031 թվականը երկրի այս բարդակը, այս քաոսը, այս անվերջ նվաստացումը, այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմը, այս միակողմանի զիջումները, այս հանձնել անդադար մեր ճշտամիներին, մեր ամեն ինչ եղածը, մեր սիմվոլների պղծում, այս ամեն ինչը կկործանվի։ Հասկանում եք ինչա տեղի ունենում։ Հիմա որպեսի ինդիմությունը դասեր քաղի այս վիճակից, հասկանա, որ չի կարելի այդ սխալը թույլ տալ, ես ինչի համար եմ անում այս լայվը, որ ռաղ ժողովուրդը, ընդդիմադիր ուժերը, քաղաքականապես ակտիվ մարդիկ, իրենց փորձագետ համարող մարդիկ նշված ոլորտի, անալիզ անեն, վերլուծեն այս ամեն ինչը, հասկանան ինչա կատարվում, դասեր քաղեն տեղի ունեցողից։ Մարդիկ արդեն բաց ասում են։ Սփյուռքի հանձնակատար Զարե Սինանյան երեք ֆակտորում հարցազրույց տվել, ելի խոսել այդ մասին, որ մենք է պետք է տենց անենք։ Այո, բա ինչ բան տենց ասում է, պատրաստ է իշխանությունը եւ անելու է։ Չկասկածեք ոչ մի վարքյան։ Նայեք, նույն Մոլդովայում, նույն Ռումինիայում իշխանությունը փոխանակ գնա ժողովրդին բացատրի, օրինակ, եթե գտնվում այդ ուժը վատ ուժ է, որ այս ուժին ձայն մի տուր մենք ենք ամենալավը, ինքը ինչ անում։ Կա 20-30% ձայն ունեցող ուժ, այդ ուժի ձայները ժողովրդային իշխանությունը ինքը բյուրոկրատիայի մակարդակում սպանում է։ Բյուրոկրատիայի մակարդակում արգելում է, որ նա գա հասնի տեղ էլեկտորալ արժեք դառնա։ Եվ այդ ձայները մնում են օդում, փոշիանում են։ Բայց այդ հասարակությունը բևեռանում է։ Բայց այդ ամյոր կբերի հեղափոխության, փողոցները դուրս կգան ամեն ինչ վարի կտան։ Դա դրան է բերելու մի օր, բայց տահեմ կասկած չունեմ։ Բայց մենք ինչի հասնենք դրան։ Մենք ինչի հասնենք դրան, եթե տեսնենք, որ իշխանությունը այս քայլերն է ուզում անի։ Մենք կարող ենք նստել, գծել այս սցենարի հակասցենարը եւ թույլ չտալ, որ սա մեր երկրում տեղի ունենա։ Այն արդեն եփված է, սիրելի հայրենակիցներ։ Այն արդեն պատրաստ է բյուրոկրատիայի եւ իշխանության մակարդակում։ Այն արդեն իմպլեմենտացվում է իրենց մտքերում։ Իսկ ինչով են զբաղված ընդդիմադիրները։ Շարունակում են մնալ Գյումրիի ընտրությունների արդյունքների տակ։ Սթափվեք, սիրելի հայրենակիցներ, նկատի ունեմ ընդդիմադիր բոլոր քաղաքական գործիչներին,
Հետևություններ արեք այս եթերից։ Ես պատրաստ եմ ցանկացած կոնսուլտացիայի, ցանկացած քննարկման, որ เป զի այս սցենարից դուրս գանք։ Բնականաբար լուծումն էլ գիտենք, պլանն էլ գիտենք, ինչպես կարելի է անել, որ այսքանը հասկացել եմ, այսքանը ներկայացնում եմ միջազգային փորձով եւ մեր տեղական արդեն մեր իշխանությունների պլաններն էլ ձեզ ասում եմ, բնականաբար դրա հակապլաններն էլ շատ հստակ կարելի է եւ ունենք եւ գիտենք եւ կարող ենք անել։ Այստեղ ինչա պետք ողջամտություն սիրելի հայրենակիցներ, ողջամտություն։ Ամբիցիաները մի կողմ դնել եւ լինել ողջամիտ։ Այսքանն է ուզում այսօր ասել եւ ես YouTube-ի նկարագրությունում նաեւ կտեղադրեմ Մոլդովայի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշակի տեղեկություններ, թե որ ուժերը չեն գրանցվել եւ ինչա տեղի ունեցել։ Դա արդեն փաստ է, որ Մայասանդուն նրա իշխանությունը վերարտադրվում է։ Լավ մնացեք սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, որովհետև այս տեսանյութերը չեն տեղադրվում մեր մամուլի միջոցներում։ Դուք տարածեք, բազմապատկեք, միացեք այս նաև YouTube-ի ալիքին, նաև Telegram-ում Էդմոն Մարուքյան ալիքին հետևեք, որովհետև մենք գիտենք, թե ինչպես երկիրը հանենք այս իրավիճակից, եւ դա անելու ենք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։